Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, սիրված հաղորդում չսիրված հյուրերի մասնակցությամբ շարքից ձեզ է ներկայացում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Չսիրված հյուրեր, որովհետև հերթական անգամ Պետրոս Ղազարյանը որոշել է իր տաղավար, այնուհետև նաև մեզ մոտ ուղարկել Արսեն Թորոսյանին։ Ճիշտ ասած մի քիչ դժվար է պատկերացնում թեկուզ մեկին, որի համար նա կարող լիներ սիրված։ Այդ իսկ պատճառով մշակումը կլինի շատ ավելի հաճելի, այ մշակումը կարող է լինի նաև սիրված։ Իսկ դրա համար պետք է բաժանորդագրվել Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանել եւ տարածել այս տեսանյութը, թողնել մեկնաբանությունները, donation alerts, Patreon, super chat, բանկային փոխանցումներով էլ օգնել Antifake-ին։ Վայելեք, մշակելու ենք Արսեն Թորոսյան, վաստակելա։ Բարի երեկոս, ելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, այսօր կզրուցենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ, բարեկո պարոն Թորոսյան, եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Սկսենք քաղաքականությունից։ Դուք ձեր ներքին ընտրությունների քարոզարշավի ժամանակ օգտագործում եք սնունդ, եւ վերջինը կարտոֆիլ, եթե չեմ սխալվում։ Եվ ես լսում եի Քոչյանի ոդկասթը, նա ասում է, տեսեք, Հայաստանում կան լուրջ խնդիրներ։ Դուք այդ ձեր վարքագծով պոնչիկ, պերաշկի, կարտոֆիլ, կուկուռուզ, անլրջացնում եք այդ թեմաները։ Իսկ ինչի եք անլրջացնում, որովհետև դուք այդ թեմաների պատասխանները չունեք։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ես բացահայտեցի, որ Քոչյանի ոդկասթները լսող էլ կա։ Առնվազն մեկ հոգի, որտեվ չեմ կարծում, որտեղ հետաքրքրություն ներկայացնող շատ մտքեր կան, իմիջայլոց։ Այ Պետրոսյան, ախո գործը հեշտ է։ Դու Քոչարյանի ոդկասթներն ես լսում, հələ կարող է դրանցից էլ մի երկու բան էլ սովորես։ Այ իմ գործն է դժվար, հա, իմ գործը, որ ես նստած քու հարցազրույցներն եմ լսում են սրանց հետ։ Հիմա որպես ժողովրդին չտանջենք, ժողովուրդը որպեսի քո սրանց հետ հարցազրույցները չլսի, պայմանավորվել ենք, որ իրանք հմեկ չեն նայում, այդ հարցազրույցները չեն լսում, սպասում են մինչև Ղազարյան versus Ղազարյանով արդեն կլսեն մշակումները միանգամից, որ ներվերը չքայքայվի, գոնե մի քիչ հաճելի լինի այդ անտերքո հարցազրույցները, բայց ես որպեսի ընտրեմ, որ մեկին նկարենք, որինը թողնենք, նստած սաղ նայում եմ, դու պատկերացնում ես իմ ներվերը դու ինչ վիճակի մեջ ես պահում, եւ որ ես ստիպված պիտի լսեմ քո սաղ հարցազրույցները, Էլելի Էսի, Նազելի Բաղդասարյան, Ռուբեն Ռուբինյան, Խաչատուր Սուքիասյանն, Վահագ Ալեքսանյան, ասեմ Ալեքսան Հագալիսյան, Հովակիմյանին դրան որտից է ճարեպերյարը։ Պատկերացնում ես Արսեն, արա ես նստած սաղիտ հարցազրույցները լսում եմ, որ ժողովրդին մաքրեն, ֆիլտրեն, մի քիչ կարգի բերեմ, նորմալ ձևով ներկայացնեմ, մարդիկ լսեն, գոնե ներվերը չքայքայվի, հələ մի քիչ էլ իրանց համար հաճելի լինի։ Բայց ինչ վերաբերում է սովորական մարդկանց ապրելուն, սովորական կենցաղավարությանը, կարծում եմ այդտեղ որևէ զարմանալու բան չկա, հակառակը մենք չենք վարանում, պարզապես ցույց տալ այն ինչ անում ենք, եթե շատ պարզ է։ Բայց անլրջացնում եք, ասում հիմա կանդրադառնամ դրան, բայց շատ եթե պարզ եւ ամփոփ ձևակերպեմ, չենք վարանում, ցույց տալ մեր նաեւ կենցաղը ինչ որ չափով, կամ քաղաքական կենցաղը, եթե այդպես կարելի ասել, չնայած երբեմն մեր սովորական կենցաղներն ենք ցույց տալի, ուտեղ որևէ տարօրինակ բան չկա, եթե դու քեզ չես համարում տարբեր ժողովրդից։ Մի րոպե, Արսեն ջան։ Օրինակ, տեսեք, դու մի բան սխալ ես ասում։ Դու մասնագիտությամբ ամենայն դեպս բժիշկ ես, չնայած փառք ասու դու մարդ չես բուժե, այդ իմաստով վնաս չես տվել, մենակ որպես նախարար ես վնաս տվել հազարավոր մարդկանց։ Բայց ասենք նյութափոխանակության process-ը մենակ ուտելով չի, չէ՞, սահմանափակվում։ Ասենք լավ, էդի տեսանք։ Նստակ կերակ, այդ որ կարտոշկան կերակ, էդի տեսել ենք։ Բայց լավ, ենթադրենք անցավ մի քանի ժամ։ Բա հետո ինչ ալնում։ Այդ ամբողջական process-ը նյութափոխանա։ Վերջ այդ անտերը պիտի մի տեղից դուրս գա։ Դրա տեսանյութերը ուր են։ Բայց մեզ հասարակ մարդիկ հաց են ուտում, նա։ Հասարակ մարդիկ, դու տեսել ես կյանքում մի մարդու ձեզնից բացի, այդ դավաճանաբուսյուղը, որ հաց ուտելուց նկարվի, ասի ես հաց եմ ուտում, գցի ինտերնետ, տես բան
Արա բա որ հաց ուտելը նկարում եք։ Այդ դուս գալու, ինչի՞ չեք նկարում։ Օրինակ ասենք, ես տեսել եմ Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի հետ նստած, կարտոշկա ուտել տեսել եմ, կուկուռուզ տեսել եմ, թեթու լավաշ տեսել եմ, սուջուխ տեսել եմ։ Բա հետո դու իրար հետ որտե՞ր նստում։ Իրար հետ իրար կողմ նստեմ, մեծ ծառի տակ կլի, մեկ քարի հետևը կլի, չգիտեմ որտե կլի։ Թող նստեն հետ նկարեն ցույց տան։ Կամ ասենք դե բենակ Ալենու բանը չեն զույգեր։ Ես այդ ավտոբուսի մեջ նայել եմ։ Օրինակ ընդ զույգեր կան, բանն Ալփի Դավոյանն ու Լուլուն։ Վատ զույգ չի նյութափոխանակության համար։ Արթուր Հովանեսյան ու Գնել Սանոսյան իրար կողմ նստած են։ Հələ մի հատ տենանք, քեզ հետաքրքիր չի Արթուր Հովանեսյանը մենակ լեզուական ջա կտրում, թե կարող հանկարծ ուրիշ բաներ է կտրի։ Բա պետքա ցույց տակ իմանանք։ Ընդելի կզույգեր կա Սիսակ Գաբրելյան ու Հասմիկ Հակոբյան, Հասմիկ Հակոբյան, գայթակղիչը, որ Շարբազանովին տենալուց չի գայթակղվում, ուրիշներին տենալուց գայթակղվում։ Բա մենք չիմանանք։ Սիսակ Գաբրելյանի հետ կերան, փորները կշտացավ։ Կարող է մտնելով ուրիշ բան էլ անցնում։ Իսկ դուք ցույց չեք տալի։ Իսկ ասում ես հասարակ մարդիկ անում, բա հասարակ մարդիկ անում են, դուք էլ հասարակ մարդիկ։ Ինչի ամբողջական տեսանյութեր, ինչ եք անջատում ուղի եթերները։ Դրեք նայենք։ Դրեք թող ժողովուրդը տենան, թե դա ամեն ինչը ոնց ալում, թե չէ մենակ ներս գնալն եք ցույց տալի։ Դա արդար չի։ Չես համարում էլիտա, չես համարում դու էլիտիստ չես։ Ինչպես շատ քաղաքական գործիչներ մեր ունեցած եւ դեռ չունեցած եւ հուսով եմ այդպես երբեք էլ չենք ունենա եւ դա նրանց համար շատ օտար է, հասկանում եք, իր համար օտար է, որ կարելի է օրինակ ժողովրդին նաեւ ցույց տալ քո սովորական լինելը, որտեվ պիտի միշտ տենց անսովոր լինես, չէ՞, բարձր լինես, անհասանելի լինես, քեզ չկարողանան մոտենալ, քեզ եթե հանկարծ մի ժողովրդական լեզվով բան անեն, անվանարկեն 10 սպանես, գլուխը ջարդես, մեռնի այդ մարդը հայտնի դեպքերով։ Դա այդ մարդկանց ուղեղում չի տեղավոր։ Արսեն ջան, մի րոպե, այսինքն քո ասելուց ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը այտենց էլիտա չի, հա, ինքն է սովորական հասարակ մարդ է, Պետրոս, արա դե ասում ես էլի։ Ինքը ինքան հասարակ մարդ է, որ ապրում է մի քանի միլիոն դոլար արժեք ունեցող առանձնատանը Պարիսներով շրջապատված, ոստիկանության գվարդիայով, պետական պահպանության ծառայությունով սովորական մարդ, ոնց որ բոլորն անցել ենք էլի Պետրոս ջան, ամբողջ Հայաստան տենց ապրում, էլ ամբողջ Հայաստան ապրում է դղյակներում, ոստիկաներով, թիկնազորով շրջապատված, մի քան, որ ասենք մենակ այդ դղյակը, որ իրան տվել են, 2 միլիոն դոլար մենակ ծախսել է դրա վերանորոգման վրա։ Կոպեկ էլ Արսեն ջաները Նիկոլի պես մարդու համար, ասենք դա ինչ տարբերություն, Նիկոլը կամ մենա, հիմա մեր ժողովուրդը այսքան մարդ մեզ լսում է, ով ի վիճակի չի, ասենք իրա կեցավայրը, մի 2 միլիոն դոլար, ասենք դնի, մի քիչ տեսքի բերեն էլի, պատերը սպիտակացնեն, մաքրտեն, մի քիչ 2 միլիոնը եսի մի սովորական մարդու պես էլ, ոնց որ սաղնեցել ինքը Պետրոս ջան, ոնց որ սաղնեցել Նիկոլ Փաշինյանը Արսեն ջան, տարե 2 միլիոն դոլար տվե մենակ իր համար 4 հատ զրահապատ մեքենային առե, մեկ էլ մի լավ թոշաշատ մի միլիոն դոլար է տվածել են այդ պետական պահպանության ծառայության այդ Toyota Prado-ները, բանը Nissan Prado-ը ինչա դրանցից էլ ով ի վիճակի չի, ով չի դա անում, սաղանում են այդ մարդն էլ անում, կամ ասենք թե օրինակ մեկ օրվա պահպանման ծախսերը 1,700,000 դրամ, Պետրոս այդ ինչ ասելու բան, ասենք այդ ով ի վիճակի չի, ասենք օրական ինքն իրա վրա 1,700,000 դրամ փող ծախսի, որ այդ մարդը չանի, հասարակ մարդը, հասարակ ձևի ծախսերը իրա անում, կամ ասենք թե այդով նոյեմբեր, բանը 25 թվի դեկտեմբերին 14 միլիոն դրամի պարգևավճար չի ստացել, ով չի ստացել, հիմա Հայաստանում ասենք 3 միլիոն մարդ է ապրում, մոտավորապես, այդ 3 միլիոնի մեջ կա մի մարդ, որ 14 միլիոն դրամի պարգևավճար չի, դե հիմա այդ մարդն էլ ստացել է, ոնց որ չես կարա, հա, Նիկոլ Փաշինյանին այդհաց մոտենաս, Ոք ասեք պիտի մոտենալուց մի քիչ զգուշել ես, որ հանկարծ չբռնեն տանեն դատեն, էլի։ Հա, կամ ասենք թե փողոց անցնելուց, դե մայախ, ինչ անենք, հեծյոտնային անցում է, հա ինչ անենք, կանաչ լույս է, դու էլ հղի կնիկ ես։ Այ քեզ բան, բա ոչ սպանեն։ Սովորական, այդ ով չի սպանում, որ իրանք չսպանեն Պետրոս։
Սովորական մարդիկ են այս մարդիկ, Պետրոս ջան, հանգիստ իրանց համար, ոնց որ բոլորն ընցել իրանք, ոչ մի տարբերություն չկա, ոչ մի։ Դրա համար են իրենք շատ ոչ հարմար զգում, հարմարավետ չեն զգում իրանք այդ դաշտում, հասկանում եք։ Իսկ ինչ վերաբերում է լրջությանն ու անլրջությանը, գիտեք, Քոչարյանը կամ նրա նմանները չի որ պետք է խոսան լրջությունից ու անլրջությունից, երբ որ մենք տեսել ենք թե ինչպես են իրենք ոտնահարել կամ ոտնատակ տվել մեր պետական շահերը տարբեր գործարքներով եւ ոչ միայն գործարքներով մեր ժողովրդավարությունն են ինչպես ոտնատակ տվել, այսինքն մարտի 1-ին մարդ սպանելն է, հա լրջությունը օրինակ, թե գույք պարտքի դիմացն է լրջությունը, լուրջ գործարք է, չէ՞։ Չէ, Արսեն ջան, գույքը պարտքի դիմաց արա, իսկականից Պետրոս, գույքը չի կարելի պարտքի դիմաց տալ, Պետրոս, գույքը պետք է հենց հենց տաս, այ ախպեր։ Օրինակ ասենք իրան 44 օրյա պատերազմին, որ 6 միլիարդ դոլարի սպառազինություն վարի են տվել կամ էլ հանձնել են Ադրբեջան։ Հիմա ինչ վատ է, ինչ անում Ադրբեջանը։ Տարել է Բաքվի կենտրոնում մի հատ հայկական ռազմավարի պուրակ է սարքել, թանգարան, հայկական բանակի թանգարան ունենք այս մարդկանց շնորհիվ, այսօր Բաքվի կենտրոնում, դες բան ում մտքով կանցներ։ Դա մարդկանց շնորհիվ է, չէ՞։ Բայց իրանք ինչ խո պարտքի դիմաց դա չեն տվել 6 միլիարդ դոլարի զենքը վարի տվել կամ նվիրե։ Չէ։ Կամ ասենք դե Արցախում այսքան տարիներ կառուցված դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, հյուրանոցներ, ճանապարհներ, տներ, առանձնատներ պարտքի դիմաց են տվել Ադրբեջանին, հա, որ մեր պետական շահը պահանջում էր, որ դա անհատույց տրամադրվի Ադրբեջան, անհատույց։ Դրա համար այս մարդիկ երեսատեղ ունեն, այսօր խոսում են Պետրոս ջան, որովհետև արել են խոսում են, բայց ինչ պարտքի դիմաց տային, հա, տային պարտքից դուրս գայ, ոչ մի դեպքում, նվեր Էսը թոլի հայ ժողովրդին նվերը բարեկամ, եղբայրական ադրբեջանական ժողովրդին։ Ինչ վատ են արել։ Դուք ասիք, որ կենցաղն եք ցույց տալիս, Քոչյանն էլ այդ նույնը ասում է կարտոֆիլ ուտելը, դե գիտեք, մեր ժողովուրդը շատ ատում կարտոֆիլ, իբր թե դուք ժողովրդական եք եւ կարտոֆիլ եք ուտում, եւ դա այսպես հարուստի բան չի, հա։ Ինքը ասում է, որ այ պետք է դուք իմանաք, որ Եվրոպայի հյուսիսային երկրներում, որտեղ ամենաբարեկեցիկն են, ամենաշատն են կարտոֆիլ ուտում։ Բրիտանական էնցիկլոպեդիայում երևի կարդացա Քոչարյանը երիտասարդ թոշակառու դառնալուց հետո, հա, հավանաբար, ասենք ավելի էփած հավերը հիմա բարձր ծիծաղում են եւ կարտոֆիլը ընդհանրապես օրինակներից մեկն է, մինչեւ այդ եղել է կարկանդակ, Եգիպտ։ Օրինակ, եւ որ ասում ես էփած հավերը բարձր ծիծաղում են։ Այդ դու որ Քոչյանին լսել ես, այսինքն ծիծաղել ես, հա։ Բայց դու հեչ անկեղծ ասած, ես չգիտեմ թե դու ինչ ինքնագնահատական ունես, անկեղծ ասած, բայց ես այն կարծիքին չեմ, որ դու էփած հավ ես։ Ես դες բանսկի մտքովս չի անցնում։ Այ հում կարելի է, չեփած։ Ասենք եւ որելում է խանութները որ խալաձենիկը անջատած ալում Սովետի վաղտերտ են շատելում Պետրոս, են ճելորած դες վզները ծռված, կապուտ, ու հիշում ես այդ հավերից։ Դրան էտել հել է, վիճելի է, բայց ծիծաղելը չէ։ Դացորեն եւ այդպես շարունակ սուրճ ենք խմում երբեմն, եթե իր համար դա զարմանալի է, օրինակ վերջի Կիրակի օրը սուրճ ենք խմել Երևանի սրճարաններից մեկում Էդ էլ է, բան, միայն Հյուսիսային Եվրոպայի երկրներին հարիր ընդեղի էլիտաներին թագավորական ընտանիքներն են միայն սուրճ խմում բանում, հա, Եվրոպայում, այսինքն Չէ, Եվրոպայում թագավոր ամեն տեղ Արսեն ջան, մարդիկ հացել են ուտում, թեյ են խմում, ջուր են խմում, սուրճ են խմում, ով ինչ ուզում է, էդ է խմում, ով ինչ ուզում է, էդ է ուտում։ Չեն նկարում մարդիկ, ասենք եթե մարդը սուպ է ուտում կապ չունի, ասենք օրինակ մարդկա կարող է հանկարծ որոշի սուպը ձողիկով էլ խմի, տենց է։ Իրանք դա չեն նկարում։ Ուտելու ժամ գալիս այդ մեն հաց են ուտում, ասում են իրանց գործերին։ Այդ ծաղրն է նա, որ ձեր համար արդեն այնքան դատարկ եք դուք, այնքան ծրագրեր չունեք, ժողովրդին ասելիք չունեք, անհատական հատկանիշ չունեք, ներկայանալու ժողովրդին, տեսք չունեք,
Դրա համար մտածում եք, որ մարդկանց ներկայանալու ձևը ինչ որ բան ուտելն է, շաուրմա ուտելն է, ժինգյալով հաց ուտելն է, կարտոշկա ուտելն է, չգիտեմ, սուջուխ ուտելն է։ Այդ են բոլորն ասում։ Դա ամենահեշտ բանն է։ Ամենահեշտ բանն է։ Այդպես մարդ չկա որ բան չուտի։ Բայց դուք իրականում շատ ավելի վատ բաներ եք ուտում, էլի։ Դուք մարդկային ճակատագրեր եք ուտում ու հայրենիք եք ուտում։ Այդ է որ չի ներվելու, թե չէ կարտոշկա ուտելը դա սովորական բան է։ Մարդկային ճակատագրեր ուտելու հարցում է պետք հետևանքների մասին մտածել, մեկ էլ հայրենիք ուտելու մասին։ Այդ դրա պատասխան եք դուք տալու։ Ինչի մասն է խոսքը։ Խոսալու առարկա չունենալուց խոսում է անհեթեթություններ, ավելի վատ եւ սուր բառեր չեմ ուզում օգտագործել, թեև շատ էլ հարիր է մեր կուսակցական էթիկայի կանոնները չխախտելու համար։ Կուսակցական էթիկայի կանոնները մի խախտի։ Ձեր կուսակցական էթիկայի կանոնները շատ լավն են, էլի մշակված, Ալենն է դրանով հիմնականում առաջնորդում Պետրոս իրանց կուսակցական էթիկայի կանոններով, հենց դուս են գալի փողոց մի մարդատենում, մի անգամ այդ կուսակցական էթիկայի կանոն, օրինակ կուսակցական էթիկայի կանոններով ոլը պիտի այսօր ասել գնաք ու ղազախական ցորենը ուտեմ։ Կուսակցական էթիկայի կանոններով։ Դուք ասում եք, որ եթե ընդդիմությունը գա, կլինի պատերազմ։ Մենք ասում ենք, որ կներեք։ Ընդդիմությունը ասում է, որ A դա սուտ է, իրենք կգան եւ կբերեն խաղաղություն, որը կլինի ի տարբերություն ձեր խաղաղության երաշխավորված։ Իսկ ձերը երաշխավորված չի եւ միայն մի բանի շնորհիվ է, որ հիմա չեն կրակում, որովհետեւ դուք ամեն ինչ զիջում եք Ալիևին։ Դուք եւ երրորդ այս սերիայից ցայլ ավարտեմ, դուք պատասխանեք։ Իրանք ուզում են, որ եթե երաշխավորված է խաղաղությունը, այն ինստիտուցիոնալ է եւ անձերից կախված չի։ Այդ դուք չեք ուզում այդպեսին լինի, որ խաղաղությունը հավերժ կապված լինի Փաշինյանի հետ։ Խնդրեմ։ Տեսեք, նախ դուք իրականում հենց ձեր իսկ աստված հարցին պատասխանեցիք, որտեղ ընդդիմությունը այնքան սնանկ է, որ նույնիսկ մի նախադասության մեջ ինքն իրեն հակասում է։ Ասում է մենք չենք բերի պատերազմ, բայց մենք կբերենք արժանապատիվ, ոմանք էլ ասում են ուժեղ երաշխավորված խաղաղություն, հա, տեսեք։ Դրա հակասությունը ո՞րն է, այսինքն չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն եւ այդ խաղաղությունը լինելու է արժանապատիվ։ Դրա հակասությունը ո՞րն է։ Հակասությունը ձեր ասածի մեջ է, որ ինչ եկել եք իշխանության, մենակ պատերազմներ եք բերում, բայց ասում եք, չէ, մերը խաղաղություն է, մերը խաղաղություն, ու այն աստիճանի խաղաղություն չի, որ դաժե Պետրոսն է գլխի ընկե։ Պետրոս է գլխի անգե որ սուտ եք ասում։ Անձի պատվադի չան է սարա, կասես որ այո գլխի եմ ընկե։ Օրինակ բերեմ, շատ բարձ տրամաբանություն է։ Իրանք ասում են, լավ, էսի բանակցել ենք, էս մեր հիմքն է, պայմանավորել ենք, բայց եկեք մի հատ օրինակ սահմանազատումը հասկանանք թե որ կետից ենք սկսելու, եկեք արձանագրենք, որ օրինակ ինչ որ շտրիխ են ավելացնում։ Ինչի է դա պատերազմ եւ հարգելի պարոն Ղազարյան, շտրիխը ո՞րն է։ Եթե սահմանազատումը կատարվում է մեր տարածքային ամբողջականության հիման վրա, վերջի իրավական ուժ ունեցող քարտեզներով, ինչ շտրիխի մասին է խոսքը։ Շտրիխը այն է, բայց մի րոպե, ինչ է սուտ խոսում։ Ասում է սահմանազատումը կատարվում է, որտեղ է սահմանազատում կատարվե ընդհանրապես։ Որտեղ է սահմանազատում կատարվում։ Սահմանազատման անվան տակ 2024 թվականին վերցրել է 25 թվականի սկզբին Տաուշի մարզից 4 գյուղ հարակից տարածքներով հանձնել եք Ադրբեջանին։ Ճիշտ է։ Ընդ սահմանազատ ադրբեջանցիները Ալիևին հարցում են, ասում են, «Էդ ինչ դիալոգի արդյունքում եղավ», ասում են, դիալոգ չկա, մոնոլոգ էր, մենք պահանջել ենք, իրանք էլ մեր պահանջները կատարել են։ Դե սահմանազատում չի եղել, ընդամենը տարածք եք հանձնել։ Դրանից հետո բերել եք սահմանային հանձնաժողովի կանոնակարգ եք հաստատել, այդ կանոնակարգ հաստատելուց հետո հələ մի միլիմետր սահմանազատում չի իրականացվում։ Սահմանազատում է իրականացվում։ Որտեղ է իրականացվում։ Հələ մեծ ցույց տու էդի տենանք, այդ որտեղ է իրականացվում, որ ոչ մեկ տեղյակ չի։ Սահմանային հանձնաժողովի նախագահ Մեհեր Գրիգորյանը սահմանազատում չի արել, բայց դու անում ես։ Կարող է էսել է հողմողառետում մոնառե դրա սահմանները կանչել է չափում, ապում են արել Պետրոս, էդ ինչի։ Դու դեր
հողամասը որ առել կանչել ես գեոդեզիստները կուրուշկեքը խփեն չափումներ անեն Փարիզ Մարիզում արա ապահով որ իրեն կասկածի տակ են դնելու։ Ուզում եք ասեք այնց անթերի եք բանակցում որ ոչ մի ավելացնելու Ես ուզում եմ ասել, որ կան բազային սկզբունքներ միջազգային իրավունքի, երկրների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, անկախություն, որոնց վրա հենված է այսօր բանակցված եւ գործող խաղաղությունը։ Դրա վերաբանակցումը ուղղակիորեն բերելու է կոնֆլիկտի, որը կարող է վերածել պատերազմի։ Այդ տղա ջան, հիմա խաղաղություն չկա։ Բանակցելու հենց իմաստը այն է, որ հաստատվի խաղաղություն։ Հիմա խաղաղություն չկա։ Հիմա ընդամենը դուք ստորացված թույլ վիճակում եք, Ալիևը պահանջներ է դնում, դրա պահանջները կատարում եք։ Էդ է հիմիկվա վիճակը։ Այստեղ խաղաղություն, գոյություն, խաղաղությունը պայմանագրով է հաստատվում, խաղաղությունը երաշխավորներ է ունենում, խաղաղությունը երաշխիքներ է ունենում։ Դες բան հիմա գոյություն չունի։ Այսինքն հիմա որ դու Ալիևի սաղ պահանջները կատարում եք, հաշվում ես, որ շատ լավ է, խաղաղություն է։ Ոչ, դες բան չկա։ Հասկանում եք։ Ես չեմ ասում ով դա կանի, ով չի։ Ասում եմ, եթե ինչ որ մեկը ուզում է վերաբանակցել այսօրվա խաղաղությունը, դա նշանակում է, որ այդ ինչ որ մեկը տանելու է կոնֆլիկտի, դա աներկբա է, հասկանում եք, որովհետև ազգային ամբողջականությունը պետք է կասկածի տակ դնես քո հարևանի, ինքնիշխանությունը պետք է կասկածի տակ դնես քո հարևանի եւ հարևանների, հավանաբար ոչ թե մեկ հարևանի։ Ճիշտ է ասում Պետրոս։ Այս մարդիկ ոչ մի բանը չեն զիջի ախպեր։ Մնացածը ուղղակի մեր աշկին է երևում, էլ ասենք մենք են գժվե։ Հա, այդպես մեզ թվում է թե Արցախը զիջել են։ Իսկ իրենք Արցախ քո չեն զիջել։ Չէ, դա մեզ է թվում տենց ուղղակի։ Հայաստանի տարածքները Գեղարքունիքի հատվածում կլինի, Վարդենիսում այդ հատվածներում, Ջերմուկում, Իշխանասար, Սևլիճ, դա խո իրանք չեն զիջել։ Այդ ուղղակի մեզ է թվում, որ իրանք զիջել են։ Հայաստանի ինքնիշխան չէ, չի էլ է։ Սուտ է, լեկտի սուտ։ Ինչա, դու մտածում ես, որ այս մարդիկ Գորիս կապան կամ կապան ճակատեն ճանապարհները զիջել են Ադրբեջանի։ Չկա այդպես բան։ Հենց հիմա գնան ավտոտ նստի Գորիսից M2 միջպետական ճանապարհով։ Քշի գնա հասի կապան։ Ինչ պիտի լինի։ Ինչ որ կլինի, բայց դա իրանք չեն զիջել։ Այդ մեզ է թվում, որ զիջել են։ Սոտքը, ոսկու հանքավայրը։ Այդ մեզ է թվում, որ դա հիմա էլ չի աշխատում, որ զիջել ենք Ադրբեջան։ Չէ, դες չկա այդպես բան։ Հինա, դե իր համար ուղղակի ադրբեջանական վերահսկողությունը հաստատվել, բայց դա չեն զիջել այդ մարդիկ։ Տավուշը, այդ 4 գյուղերը իրանց սահմանակից տարածքներով, պաշտպանական դիրքերը, ամրաշինական կառույցները զիջել են։ Ոչ, դա մեզ է թվում։ Որքան հենց այն իմանում զիջել են, էլ են սրբազան շարժում։ Էլ են գերես սրբազան հետևից եկել են ցույցեր են անում բան։ Չէ, չի եղել այս բան։ Մեղրին թրիպը զիջել են։ Ոչ, չեն զիջել։ Այդ ուղղակի ժողովուրդը Պետրոս մի մասը կա գժվել են։ Հենց են իմանում այս մարդիկ զիջումներ են անում անընդհատ Ադրբեջան, բայց իրանք ամուր պահում են մեր պետությունը, մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը։ Հիմա շատ լավ է, դες բան երբ է եղել։ Վերջ էլ գիտակից մարդիկ են այսքան տարի, մեր պետությունը երբ է այսքան ամուր, այդքան հզոր, մենք որպես քաղաքացիներ, այդքան հպարտ, այդքան ուրախ, երբ է եղել։ Հազիվես վերջի 6 տարին էլի 20 թվից այս կողմ նոր մենք սկսել ենք նորմալ ապրել Պետրոսյան։ Նորմալ ասենք հասկանում ենք, որ այ մարդ պետության տեր դառանք էլի։ Էլանք պետության տեր, մարդամեջ մտանք, արա մեր բանի տեր էլանք։ Աբրեք Արսեն ջան, շատ շնորհակալ ենք ախպեր, շատ շնորհակալ ենք այս ամուր հզոր ոնց որ իրանք են հզոր նա ինչ մուժիկ էլի Պետրոս արա ինչ տղամարդ է ասես նայեմ ես արա քեֆդ գալիս է էլի ասենց խելացի առողջ սիրուն մեկը մեկից սիրուն մեկը մեկից խելոք կազմակերպված խոսները չափված ձևված համեստ արա ինչ մարդի ասենց ասում ես հասարակ ոչ էլիտա են էլի Պետրոս արա առանձնաշնոր ունեն էլ այս մարդիկ հարգանքի արժան աղջկերքը բա սրանց ինչ լավն են արա նայում ես արա
լավ, ասում են չի կարելի ասել, լավ չենք ասում։ Մյուս սկզբունքները պետքա կասկածի տակ։ Եթե կասկածի տակ չես դնում, եթե նրանք ասում են, որ մենք ընդունում ենք այսօրվա խաղաղության պայմանները, այդ ուրիշ բան է, ասենք, օքեյ, ուրեմն բոլորը համաձայնվեցին, որ մենք ճիշտ ենք։ Իսկ մենք ճիշտ ենք, որտեղ մենք բերել ենք այդ խաղաղությունը։ Իսկ ինչ վերաբերում է թե ինչու հիմա չի լինում այդ պատերազմը, որտեղ մենք ինչ որ բան ենք զիջը, մենք ոչինչ չենք զիջը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից, պետականությունից ու անկախությունից ոչինչ չենք զիջը եւ չենք պատրաստվում զիջել եւ դրանք ամրագրված են մինչ օրս նախաստորագրված խաղաղության պայմանագրում, խաղաղության հռչակագրում Վաշինգտոնում ստորագրված ամեն ինչը գրված է եւ երրակողմերում եւ երկում հուշագրերում եւ փաստաթղթերում։ Հիմա երաշխավորվածին մենք տեսել ենք այդ երաշխավորված խաղաղությունը։ Ես տեսել եմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, շատ երաշխավորված մեր ավանդական դաշնակցով երաշխավորված խաղաղություն եւ նաեւ տեսել ենք ինչ ա եղել դրանից հետո։ Մի րոպե, այդ տղա ջան, այդ նոյեմբերի 9-ից դժգոհ ես դու։ Այդ նոյեմբերի 9-ը բաբոտ է ստորագրել։ Դուք եք ստորագրել։ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել։ Երաշխավորներին ինքն է որոշել, երաշխավորները ինքն է բանակցել, բայց եթե ինքը պայմանագիր է ստորագրում, իր արևին երաշխավոր է ճարում, հետո այդ երաշխիքները չեն լնում, հետո դա չի կատարվում։ Ինչ տարբերություն, այն մեկ արելա չի ստացվել, այս մեկ անիկ ստացվի, այս մեկն է չի ստացվի։ Հիմա էլ այս մեկն է ստորագրել, հետո էլ կասեք դե հիմա էլ Այնվատ ռուսները իրանց պարտականությունները չկատարին, հիմա էլ ամերիկացիները չկատարին, անշանորք ամերիկացիները։ Իրանց մոտ սա չոտքի է։ Ռուսներն են մեղավոր, ամերիկացիներն են մեղավոր, ֆրանսիացիները մեղավոր չեն էլ Արսեն։ Արա մի տեղ է դրանց սարքեք երաշխավոր, թո դրանք էլ են մեղավոր էլի։ Սաղ են մեղավոր, դրանք մնացին, արա։ Յա, էդի անարդար է։ Մենակ թուրքերն ու ադրբեջանցիներն են։ Դրանք էլ ոչ մի սխալ թույլ չեն տվել Պետրոս։ Դե մենք էլ միշտ էլ մեղավ, մենք էլ ով ինչ անում է, մենք մեղավոր ենք դուրս գալի։ Դե իսկականից մեղավոր են, բա Պետրոս սրան սարքել են երկրի ղեկավար, բա մեղավոր չեն։ Հեսա հունիսին քան ենք շպրտել, գոնե այդ մեղքերից մարդիկ կազատվել են, ով որ սրանց բերել է իշխանության, հունիսին կեթան քան է սրանց կշպրտեն, կպրզեն այդ մարդիկ էլ իրաց մեղքի տակից դուրս գան, հանգիստ կապրեն կարա։ Հնարավորություն կա է Պետրոս, գիտես չէ։ Դու էլ ես օգտվելու Պետրոս, ես գիտեմ, դու ով ինչ անում է, դու ես օգտվում։ Ստորագրման պահից խախտվել է այդ համաձայնագիրը կամ հայտարարությունը, հա, ստորագրման պահից խախտվել է։ Եվ այդ երաշխավորը ոչինչ չի արել հակառակը անելու, պարտադրելու կամ ապահովելու այդ խաղաղությունը։ Մինչև վերջի պահն է խաղաղապահների աչքի առաջ Ղարաբաղի հայաթափումն ու տեղահանումներ, հա։ Հիմա իրանք այդ նույն երաշխավորին են ուզում բերեք, հասկանում եք, այդ ասում են երաշխավորներ։ Իսկ երաշխավորները ինչ են անելու, եթե կա ուղիղ համաձայնություն երկու երկրներ, ես միշտ ասել եմ, միշտ, այս նախընտրական բանը չէր եկել դեռ դեբատը, եթե երկու երկրներ չեն դադարում ցանկանալ իրար ոչնչացնել կամ իրար վրա հարձակվել, երաշխավորները ոչինչ չեն փոխելու։ Մենք պարզապես հիմա հասկացել ենք երկու երկրներով ու որոշել ենք, որ մենք ուզում ենք իրար հետ ապրենք խաղաղության մեջ եւ երաշխավորներս դա անելիք չունեն, հասկանում եք, պարզապես չունեն անելիք։ Մենք եւ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են, որ խաղաղ են ապրելու իրար։ Ինչ կապ ունեն երաշխավորներն այստեղ։ Լրեսի, լրիվ ուղիղ անջատերն էստե Պետրոս։ Էսի Ալիև ինչ է լսում։ Նա ինչ էր ասում։ Լսի, Ալիևը ասում է հիմա, որ Հայաստանի տարածքը պիտի բնակեցվի 1.5 միլիոն ադրբեջանցիներով, որ Հայաստանը իր բյուջեից պիտի 17 միլիարդ դոլարի փոխհատուցում տա մենակ այն ադրբեջանցիներին, ովքեր որ պիտի գան Հայաստանում ապրեն, Հայաստանի բյուջեն 8 միլիարդ է Պետրոս։ 17 միլիարդ պիտի տանք այդ ադրբեջանցիներին, որպեսզի իրանք գան այստեղ ապրեն։ Հետն էլ ասում է Երևանը, Երևանը չի։ Երևանը էդի վիճել է։ Երևանը դա հին պատմական ադրբեջանական քաղաք է, որը հայերին հանձնվել է պատմական անարդարության հետևանքով, ու այդ անարդարությունը պիտի լուծվի, ու դա պարտադիր չի, որ տանկերով լինի։ Կարա ասենք ավտոներով լինի։ Ու այս վերջերս է մեր խմբականակ թուրք Արեգ Քոչինյաններ բերե, երկու թուրքել նստել էին իրանց Ящիկը Ռուսաստանից էին եկել Հայաստան, ըստ տեսանյութեր արին, ֆռնացին գնացին։
Գալիս են Արսեն ջան։ Քանի դուք ստեք գալիս են։ Իսկ ավելի լավ չի ձեզ ճամփենք ընդ մենք էլ մեր երկրում հանգիստ ապրենք։ Դա ոնց որ ավելի լավ է, չէ՞ Պետրոս։ Տես կանենք։ Եվ այդ ամեն ինչը աշխատում է, հասկանում Այդ պարագան ենթադրում է, որ դուք վաղուց պետքա խաղաղության պայմանագիրը ստորագրած լինի։ Եվ գնում ենք այդ ուղղությամբ ստորագրելու։ Չգիտեմ գնում ենք թե չէ, բայց հաստատ ստորագրված չի։ Չէ, բայց խաղաղության պայմանագիրը ընդհանրապես մի պար է, հա, խաղաղության հաստատման, իսկ խաղաղության հռչակագիրը, որը դե ֆակտո բերել է արդեն խաղաղություն, իսկ ճանապարհների օգտագործումը Ադրբեջանի տարածքով ստորագրված չի։ Պայմանագիր չունենք, գնում ենք այդ ճանապարհով, նախաստորագրված է, որը մի քայլ ավել է։ Նախաստորագրված լինել նշանակում է ստորագրված չի։ Ստորագրված չի, կլինի։ Ստոպ։ Բռնացրել ես դու։ Էսի դու ես բռնացրել։ Դες ես բան չի ասում։ Ուղղակի մի բան իմացի։ Որ բացի դրանից, որ խաղաղության պայմանագիրը ստորագրված չի, մենակ նախաստորագրված է, չի էլ ստորագրվի։ Հիմա բացատրեմ ինչի։ Ես մի անգամ քեզ կբացատրեմ, դու կտնես 20 անգամ կլսես ու կհասկանաս։ Մնացածը մի անգամ մեր ժողովրդին հերիք է։ Խաղաղության պայմանագիրը, որ նախաստորագրել են, այն պահանջներով է 17 կետ, որոնցից 17-ն էլ ադրբեջանական պահանջ է։ Սրանք եթե հիշում ես, ասեն 3 կետին դեմ ենք, բայց հետո այդ 3 կետին էլ համաձայնվեցին։ Այսինքն մաքուր ադրբեջանական շահերով փաստաթուղթ։ Բայց նույնիսկ դա Ադրբեջանը չի ստորագրում, ասում է կեթակ, ձեր սահմանադրությունը կփոխեք, անկախության հռչակագիրը սահմանադրությունից կհանեք, որպեսզի ստորագրեմ։ Հենց անկախության հռչակագրի մենք կպանք սահմանադրությունից հանենք, ինչը սրանց ծրագրերում է դրա պահանջներով։ Ուրեմն Հայաստանը որպես պետություն վերանալու է։ Այսինքն Ալիևը դա չի ստորագրելու, քանի սահմանադրությունը չի փոխվել։ Հենց սահմանադրությունը փոխվում, Հայաստանը վերանում է։ Այդ ժամանակ էլ Ալիևն ասելու է այն պետությունը, որի հետ որ ես Վաշինգտոնում նախաստորագրել եմ այդ պայմանագիրը, այդ պետությունը վերացել է։ Այլևս չկա այն պետությունը, որ ստորագրել։ Այն վաղ կար, ստորագրեց, հետո գնաց վերացավ։ Հետևաբար մենք դա այլևս ոչ մեկ էլ չենք ստորագրի։ Ու այդ խաղաղության պայմանագիրը չի լինելու, ու քանի որ երկիրն էլ վերացել է, Ալիևը գալու է Հայաստանը զավթի։ Իսկ թե որ տարածքն է լինելու 24 թվականի օգոստոսի 30-ից Նիկոլ Փաշինյանը ասել է. Սյունիքի Վայոց ձորի մարզերը ամբողջությամբ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տաուշի, Լոռու, Շիրակի մարզից առանձին հատվածներ Ադրբեջանի հիմիկված սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջան։ Այդ Նիկոլ Փաշինյանն է ասել։ Հասկացա՞ր հիմա մեզ ինչ է սպասում։ Դու ասում ես ստորագրված չի, չէ՞, այդքանը գլխի ես ընկել։ Դե հիմա 20 անգամ ես ասածս կլսես, որ իմանաս թե ինչ է սպասվում, եթե սրանք մնան իշխանության։ Եվ դրան հասնելու համար նաև պետք է վստահություն կողմերի միջև, հասկանում եք, որի կառուցման աշխատանքներ են հիմա տարվում։ Նույն օրինակ Ադրբեջանի տարածքով բեռների տեղափոխումը դա վստահության էլեմենտ է։ Մենք ենք ասել, եթե անհրաժեշտություն կա, կարող եք մեր ճանապարհներն օգտագործել նույն Նախիջևանի մասով, եթե անհրաժեշտություն կա Ադրբեջանի հիմնական տարածքից Նախիջևան բեռներ տեղափոխել, օդային տարածքների միաժամանակյա օգտագործում վստահության միջոցներ են պետք, որպեսզի գնաց վերջնական նաև փաստաթղթավորման։ Լսեցի, չէ՞ ինչ ասում Պետրոս։ Ուրեմն ինչ ասացա միակողմանի է։ Ասում է օդային տարածքով հաղորդակցություն։ Ադրբեջանի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակ է։ Թուրքիային էլ հետ է։ Հայաստանի տարածքը բաց է, ադրբեջանցիները հանգիստ թռնում են։ Ինչ ասած, մենք պատրաստ ենք Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև կապ հաստատելու ցամաքային տարածքն։ Իրանք են պատրաստ տրամադրել։ Ադրբեջանը չի ասել, որ ինքը պատրաստ է իր տարածքը տրամադրի, որպեսզի իր տարածքով հայկական հաղորդակցություն լինի ընդհանրենք Հայաստանի եւ Իրանի միջև Ադրբեջանի տարածքով, Հայաստանի եւ Ռուսաստանի, դες բան չի ասել։ Մեկն ինչ ասում է ադրբեջանական բեռներ են գալի Հայաստան, չէ՞, այսինքն Ադրբեջանը իր բենզինը, դիզվառելիքը վաճառում է մեր վրա։ Մի ապրանք կա, որ Հայաստանից վաճառվել է։ Ինչ կա սա միակողմանի։ Այսինքն Ադրբեջանը սրանց զավթել է, Հայաստանը սրանց սկզբից իրանց է զավթել, իրանց միջոցով Հայաստանն է զավթել, միակողմանի ինչ ասում են։ Եվ սա իրանք համարում են ձեռքբերում ու խաղաղություն։ Ստեփանակերտում էլ է այդպես, հիմա Ստեփանակերտ, Պետրոս, բենզինի մատակարարներ մենակ Ադրբեջանից։ Ոնց որ ստել է Հայաստան, Երևանն էլ արդեն դες դառնում էլի։ Ստեփանակերտել է, չէ՞, խաղաղություն։ Այ հիմա դրանից մի հատ էլ ստե ապետ։ Նույնից։ Պարոն Թորոսյան, տեսեք, նրանք ասում են, չէ, դուք զիջումների եք գնում, եւ դրանք բազմաթիվ են։ Արարատից եք հրաժարվում։ Որ Արարատից։ Մասիսից։
բայց ինչից ես ավարտեմ։ Չեք բարձրացնում Ղարաբաղցիների վերադառնալու իրավունքը։ Եկեղեցու դեմ եք արշավանում, մեր ինքնության դեմ եք արշավանում։ Եվ այսպես շարունակ բաներ, որոնք նրանք ասում են, դա թուրք-ադրբեջանական պահանջ է։ Տեսեք, մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության մասին, ճիշտ է։ Արարատ լեռը, Մասիսը, Սիսը Հայաստանի Հանրապետության տարածքում չեն։ Շատ վաղուց, շատ 100 տարուց ավելի։ Ոչ սովետական Հայաստանի տարածքում են եղել, ոչ էլ Հայաստանի Հանրապետության։ Դե Լուսինն էլ Թուրքիայի տարածքում չի, բայց այդ հայտնի այդ սովետական, չգիտեմ, Բրեժնևն ա եղել, ով ա եղել, այդ կարևոր չէ, էլի, արդեն եկեք այսօրվա իրական Հայաստանի մասին խոսենք։ Չէ, մի րոպե, մի Արսեն ջան, ասենք, այո, Արարատ լեռը այսօրվա իրողությամբ գտնվում է Թուրքիայի վարչական տարածքում, բայց խորհրդային Հայաստանի տարածքում չի եղել, բայց խորհրդային Հայաստանի զինանշանի միակ էլեմենտը, այն դոմինանտ, իհարկե դե ծորենի հասկերել կային, խաղողի, բայց դոմինանտ էլեմենտը խորհրդային Հայաստանի զինանշանի եղել է Մարտիրոս Սայրանի հեղինակած պատկերը, որը ամբողջությամբ Արարատ լեռն է։ Հիմա Պետրոսն ասում է, դուք դրանից վախենում եք, հեռացնում եք, այդ ում պահանջով եք անում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի, չէ՞։ Հիմա Արարատ լեռը, որ Հայաստանի վարչական տարածքում չի, բայց աշխարհագրորեն դա շարունակում է մնալ որպես հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը, չէ՞։ Բարձրավանդակը միջազգային աշխարհագրական տերմիններով կոչվում է հայկական բարձրավանդակ։ Ինչ վարչական տարածքի մասին է խոսում։ Ով է ասում, որ պիտի լեռները, գետերը, լճերը լինեն վարչական տարածքում, որպեսզի մենք մեր պատմության, մեր ինքնության, մեր խորհրդանիշների հետ կապ ունենանք։ Հիմա ասենք թե որ Հայաստանի վարչական տարածքում գտնվում է կարիճ կամ մի հատ օծ։ Ուրեմն էդի պիտի լինի մեր խորհրդանիշը։ Դե բանը թողի Պետրոս։ Վարազ, բայց վարազ է կա։ Դու ուզում ես որ վարազը լինի։ Հիմա դու կարող ես վարազ ուզենաս, Ալենը կարող է ուզենա Բեզուայրյան այծը լինի։ Մեկը կարող է Արսենը կարող է ուզենա կարիճ լինի։ Ամենքը մի, բայց դες չի ձևավորում խորհրդանիշները։ Խորհրդանիշները ձևավորում են պատմական ավանդույթներով ու մնում են հարատև։ Մինչև որ թուրքերը դա պահանջում են ու դա Օրինակ դու Ադրբեջանի խորհրդանիշներից ծանոթ ես, Ադրբեջանը որևէ խորհրդանիշ պատրաստ է փոխի իր գերբից, դրոշից, Նիկոլ Փաշինյանի պահանջով։ Հələ մտ ասա էլի, ասենք կանաչ գույնը հանեք արա այդ դրոշի վրից։ Տես կանեն թե չէ։ Թող մենակ կարմիր ու կապույտ։ Հələ տես կանեն թե չեն անի։ Մենք խոսում ենք իրական Հայաստանի մասին։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լավն է այնքան եւ մերն է այնքան եւ լեգիտիմ է այնքան, որ մենք նոր Հայաստանի Հանրապետություն, նոր հայրենիք փնտրելու անհրաժեշտություն չունենք։ Մենք պետք է մեր հայրենիքը զարգացնենք, շենացնենք, լավացնենք, ուժեղացնենք, բարեկեցիկ դարձնենք։ Այդ տղա, մենք նոր հայրենիք չենք փնտրում, մենք նոր հայրենիք փնտրելու կարիք երբևէ չենք էլ ունեցել։ Մենք մեր հայրենիքը ընդհանրապես պաշտպանել ենք։ Մեր հայրենիքը զարգացրել ենք։ Մինչև դուք 8 տարի առաջ եկել եք, սկսել եք այդ հայրենիքը կործանել, մասնատել, հանձնել թշնամու։ Մենք հայրենիք չենք փնտրել։ Մենք հայրենիք ունեցել ենք, անկախությունա ձեռք բերել մեր երկիրը, Արցախի Հայաստանի վերամիավորման արդյունքում ստեղծվել է մի պետություն, որի անունն է եղել Հայաստանի Հանրապետություն, ու այդ պետությունը իր ժողովրդով այդ հայրենիքը պաշտպանել է, շենացրել է, զարգացրել է։ Դուք եկել եք այդ հայրենիքը կործանել եք, իդեպ սկզբից խոստանալով որ դուք դա ավելի լավ կանեք, ավելի լավ կզարգացնեք Հայաստանը, Արցախը միասնաբար, ասես հետո սաղ վարի եք տվել, տարել եք, կործանել եք, պատերազմ, այդ հայրենիքի զավակներին զոհել եք այդ պատերազմ, իր զոհունության վայրերի հայրենիք չեք համարում, այն իր պաշտպանած երկիրը հանձնել եք, սաղ կործանել եք, երկիրը թալանել եք, արտաքին պարտքը ավելացրել եք, բազմապատկել եք, սաղ ժողովրդին գցել եք պարտքերի տակ, ասես նստել եք, էս է մեր հայրենիքը, էս է աղբեր ջան,
Հաշտվեք այս իրողության հետ, իրանք է պիտի ավերժ մնան Պետրոս, որ շարունակեն այս իրաց կործանարար գործունեությունը։ Շատ բարձ բան ենք ասում, շատ բարձ։ Եվ ասում ենք, որ պետքա դադարենք այլ հայրենիքներ փնտրելու մեր դարավոր, հա, քաղաքականությունը կամ մեր դարավոր իղձերը։ Մեր իղձը տեղի է ունեցել, կատարվել է մեր իղձը Հայաստանի Հանրապետությունը, կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետություն զարգացնելու վրա, որտեղ մեր երկրում այնքան շատ գեղեցիկ եւ սարեր, եւ ձորեր, եւ գյուղեր, եւ քաղաքներ եւ ամեն ինչ կա, որ մենք կարիք չունենք այլ երկրների տարածքներում գտնվող ոչ սարերի, ոչ քաղաքների, ոչ գյուղերի։ Այդ ստանդարտ հայրենասիրական բանն է, էլի կենացային հայրենասիրությունը, որը նորից ուզում են բերեն քաղաքական օրակարգ, բայց չես խափի դրանով ժողովրդի։ Լսի, բայց ինչ որ ասում ես 2018 թիվներ, 19 թիվներ, այն դու չէիր գնացել Արցախ, այնտեղից նկարներ հրապարակում, գրառումներ անում, որ Արցախը եսի մեր ողնաշարն է, եսի միշտն է, մեր ազգային հպարտությունն է, բանը։ Դու ես, չէ՞։ Բա ինչ գործ ուներ ընդ։ Բա ուրիշ երկրի Ստեփանակերտ քաղաքի հետ դու ինչ գործ ուներ, որ գնացել էիր ընդ։ Հա՞։ Այն վատ հայրենիք էր։ Բայց ո՞նց եղավ, որ այն վատ հայրենիք էր։ Հիմա էլ հայրենիք չի։ Ի՞նչն է փոխվել։ Ոչ մի բան չի, մենակ քո մտածողությունն է։ Այն ժամանակ դու դրա նկատմամբ ունեիր հայրենիքին կալում, հիմա չունես։ Ինչի՞, որովհետև Իլհամ Ալիևն ասել է պետք է չունենաս։ Այսինքն դարձել ես Իլհամ Ալիևի ծառայող սպասավոր, թուրք։ Բայց հայերեն խոսացող հայկական ազգանով էությամբ թուրք։ Ապա պետք է քերական օրենսգրքով պետական դավաճանությունը հենց այդ է։ Ասում է անցնել թշնամու կողմը, իրականացնել թշնամահաճո գործունեություն։ Դավաճանություն։ Դու ես դավաճաներին բերում ես, շարում ես, հենց էլ գցում ես կերակեր ժողովրդին, ես տես։ Վարչապետի եւ Ղարաբաղցի կնոջ երկխոսությունը մտնում է ինտեգրացիայի փիլիսոփայության մեջ։ Տեսեք, ավելի շուտ ոնց որ դեզինտեգրացիայի փիլիսոփայության մեջ է մտնում։ Տեսեք, երբեմն էմոցիոնալ խոսակցություններ բոլորիս հետ էլ լինում են եւ դրան վարչապետը ինքը անդրադարձել է, բայց երբեմն նաեւ շատ դժվար է հասկանում եք զսպել էմոցիաները, երբ որ քեզ մոտավորապես ասում են այդ քո քարտեզը ինչ չի հետաքրքրում այդ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության։ Դա ճիշտ ասում էլի Պետրոս, դու այնց օրինակներ կբեր։ Դերմես մեր վարչապետը հասարակ մարդ էլի, սա որը բամժի պես է մետրոներում գցած են կանգառների տակ, իսկի տուալետ մուալետ էլ բան չի հետում, հենց են դեղ արենք պատերին, բամ ինքը տենց հասարակ մարդ է, դե մետրոյում են մարդիկ էլ իրար հետ վիճում են, բան են անում, մետրոյում տենց է, հասարակ մարդիկ տենց են, դու հենց ես իմանում մեր վարչապետը, ասես շքախմբով, մենակ կառավարական ամառանոցից մինչև կառավարության շենք 47 հատ ոստիկանական մեքենաներով պարեկների ու ոստիկանական գվարդիայի հələ որ ինքն էլ գնում է մի հատ էլ շքախում միանում այդ պետական պահպանությունը ուղղակի դու հենց ես բանը տենց է հա մեր վարչապետը չի այդ ցավը տանեմ հասարակ սովորական մարդ պատա այդում է նաև մետրո դե մետրոյում էլ տենց վիճում են էլի ինչ կա դրա մեջ Պատահական բաներ էր, չէ՞, դա Թորոսյան ջան։ Որը նաև ըստ էության տուն է դարձել այդ նույն կնոջ։ Իհարկե ճիշտ է։ Եվ ապահովել է ամեն ինչ այդ կնոջ համար։ Մարդը իր տուն-տեղ կորցրել է եւ կարա էմոցիոնալ լինի։ Բայց եղել է շատ բարձ խոսակցություն, ես ներկա եմ եղել, ես նստած եմ եղել վարչապետի կողքը, հենց կողքն եմ նստած եղել։ Վարչապետը ինչ ասեց։ Խոսում էր սովորական մեր մյուս քաղաքացիներ հետ, այն որ տենեմ ես։ Քոչերն չի, պատահական մարդ, այդ պատահականի չէ լա մետրո, ուղղակի նենց հետաքի զուգատես, ասում եմ, չես կողքն եմ եղել։ Վարչապետը մի օր պատահաբար իր խայսաթի համաձայն, ոնց որ ամեն այդմա մետրո մեկը տենում է պատահաբար Թորոսյան Արսեն ընդ է։ Պատահաբար ընդ են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամփուշ պատահաբար, այսինքն այդ մարդիկ ընդ պատահաբար երթևեկում էին, Նիկոլ Փաշինյանը պատահաբար մտնում է, ինքը պատահաբար մտնում է, մեկ էլ իր հետ պատահաբար մի քանի տասնյակ զինված պետական պահպանության ծառայողներ։ Դրանք էլ, դե հիմա Կիրակի օրա դրանք էլ են մեր, հա, մի քանի 100 էլ ոստիկաններ։ Ու այդ սաղով, հիմա պատկերացնում ես, չէ՞ Պետրոս, վարչապետն է, նախարարներ, պատգամավորներ, պաշտոնյաներ, թիկնապահներ, զինված, ոստիկաններ ու մի Ղարաբաղցի
հերոսի զավակ կին իր որդու անչափահաս որդու հետ, ու այդ սաղը, ասե վարչապետը երբ կարա հարցակվի այդ կնոջ վրա, երբ որ գիտեն դիմացին անպաշտպան, ինքն էլ թիկնապահներով, իր թիմակիցներով ու թիկնապահներով ու լաչառությունը դնում է հարցակվում, ասենք անչափահաս որդու ներկայությամբ հարցակվում է այդ որդու մոր դեմ բանը էլի մարդկային է, դեմ երկու մարդու իրավունքները պաշտպանված է, մենք լավ մարդու իրավունքների պաշտպան ունենք Պետրոս ջան, լավ պրոֆեսիոնալ աղջիկ է, ինքը անդադ գնում է սեմինարների մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, կանանց իրավունքների, երեխաների իրավունքների պաշտպանության, երեխաների լավագույն շահ, այդպես բառեր գիտի, անգլերեն է գիտի այդ բառերի, հա շատ լավ աղջիկը, շատ լավ կազմակերպված այնց մարդը տենում պաշտպանում է, մարդը տենա, մարդիկ իրար տենալուց կարող է փախնեն, բանանեն չուզեն, բայց ինքը բռնումա պաշտպանում է, սաղին շատ լավն է ու այդպես երաշխավորված է, էլի, դա համար ասենց այդ վարչապետը Պաշտոնյան, քանի որ ինքը զինված մարդկանցով է շրջապատը, հարձակվել է մի հատ կնոջ վրա, գիտես ինչի համար, Պետրոս ջան, վարչապետից տարբերվող կարծիք ունենալու համար, հա որտե մեր երկրում ժողովրդավարությունն է, խոսքի ազատությունն է ու եթե մարդ ասենք վարչապետից տարբերվող կարծիք ունի, իրանք պիտի զորքով բանով ասենց հարցակվեն այդ մարդու վրա երեխայի ներկայությամբ։ Էդի ժողովրդավարություն, խոսքի ազատություն, այտենց բաների մեջ է, էլի, տեղավոր։ Եթե հանկարծ մի ուրիշն էլ փորձի հակադարձի, դե հիմա կբռնեն, կտանեն, այս մի ծանր հոդված կդնեն, 15 տարով կդատեն։ Բա Արսենա չես ուզում դատվես, մի օր դու մի վարչապետի մի բան ասա էլի, դրանք ինչ կլինի, WhatsApp ունես դու։ Քոչարյան Ռոբերտի համար տարօրինակ է, որ կարող է վարչապետը իջնի մետրո, իդեպ չպլանավորված, մենք էլ չգիտեինք, որ մետրոյով են գնալու, ու խոսում են մյուս բոլոր քաղաքացիների հետ, տարբեր, հերթը հասավ այս կնոջը, կինն ասեց ես Արցախից եմ, չեմ ուզում ձեր հետ խոսեմ, վարչապետն ասեց օքեյ, չեք ուզում խոսեք, բայց այս Հայաստանի Հանրապետության քարտեզը կարող եմ տալ երեխային, որը հեշտ փակցվում է շորին, հա? Ու այդտեղ տենց մոտավորապես ինձ ձեր քարտեզը պետք չի, ինձ իմ քարտեզն է պետք, ու վարչապետը էմոցիոնալ արձագանքեց, ինչը կարող է եւ post factum, երբ որ նայում ես միգուցե ընդհանրապես չարժել մտնել, հա, այդ բանավեճի մեջ, նույնիսկ չառաջարկել այդ քարտեզը։ Հա, Արսեն ջան, բայց ես մի բան եմ հիշում, այդ նույն վարչապետը 2020 թվին, այսինքն ուղիղ 6 տարի առաջ, էլի մետրոյում էլի քարտեզ էր բաժանում, այս քարտեզներ բաժանում, այս նախընտրական բուկլետներ բաժանում, սրա վրա էլ գրած է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիր, ուստի մի հատ քարտեզ կա, որտեղ Հայաստանը ու Արցախը մեկ միասնություն են, մեկ ամբողջություն են, ու մետրոյում ես քարտեզներ բաժանում, բա հիմա այդ մետրոյի ուղևորը կարասի պարոն վարչապետ, բա 6 տարի առաջ դուք էս էիք բաժանում, այս 6 տարի հետո դա չի է կիսվե, կարող է հիմա էլ քարոշություն եք անում, որ դրանից մնա այն մի հատ պուճուր չրթիկը, բայց դե գրած էր, չէ, բացում ես, ստե կարաս գրես, ասենք անուն ազգանուն հայրանուն, այն բանը վարչապետը ինքիրանը գրել էր Փաշինյան Նիկոլ Վովայի ծննդյան թիվ, բանը, ստե ինչա գրած, surname Հանրապետության հպարտ քաղաքացի, էդի name-ն է, nationality Republic of Armenia, date of birth 21/09/1990, ասում է 1991 թվին ստեղծվել է այս Հայաստանը, բա որ այս Հայաստանն է ստեղծվել, հետո ինչի է վերացե, կարող է հիմա էլ եք վերացնում, Պետրոս, բեր ավարտենք Պետրոս, ոնց որ լապան չի ստացվում, ու ոչ միայն հաղորդումը ավարտենք, այլ սրանց մահաբեր ընթացքը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էր, կհանդիպենք ցտեսություն։